Արամայի Սահակյանը ասաց, որ Հովիկ ջան, այս քո 4 տարվա գործունեությունը հեչ, այդ բանաստեղծությունը մեջ։ Քանի որ թեմային վերաբերում է, հուսում եմ պարոն Ռուբինյանը չի ընդհատի, ես կարտասանեմ այդ բանաստեղծությունը։ Հիմա նորից ժամանակը կանգնել է, ամեն ինչ կսկսվի նորից, եւ ապագան հաստատ գալու է, որ կրկին դատավոր լինի։ Մի խփեք ընկած առույցներին, չաղկաներին հաճոյանալու համար, մի կտրեք հսկա կաղնիներ թփերին կռանալու համար, մի փակեք արևի ճամփան խավարում տիրելու համար, մի փոխեք գետերի հունը ճահճին գոհացնելու համար, մի քանդեք միջնաբերդեր տնակներ շինելու համար, մի քանդեք մարտաճարներ ճամփաներ փոխելու համար, մի երգեք պատվիրված երգեր լրությունը լցնելու համար, մի գրեք պատվիրված տողեր սպիտակը սևացնելու համար։ Նորից ժամանակը կանգնել է, ամեն ինչ կսկսվի նորից, եւ ապագան հաստատ գալու է, որ կրկին դատավոր լինի։ Պարոն Հակոբ Մովսես, ես ներողություն եմ խնդրում շատ, բայց ես կողմ եմ քվեարկելու Հայաստան դաշինքի առաջարկությանը, որովհետև սահմանադրականությունը իմ համար ամեն ինչից վեր է եւ պատահական չի, որ մեր կուսակցությունը կոչվում է Հայաստանի միասնական ազգային սահմանադրական կուսակցություն։